Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փորձերը հաճախ թվում են պարզ լուծումներ, մի քանի պայմանավորվածություն, կեղծ փաստաթուղթ եւ խնդիրը լուծված է։ Բայց իրականում նման սխեմաները գրեթե միշտ ունենում են հակառակ արդյունքը, վերածվելով ծանր քրեական գործի։ Այս պատմությունը սկսվում է պայմանավորվածությունից, որը պետք է ապահովեր մեկ երիտասարդի ազատումը բանակից, սակայն կեղծիքի շղթան ուրիշի փոխարեն բուժզննում անցնելուց մինչև փաստաթղթերի կեղծում բացահայտվեց իրավապահների կողմից ամբողջ մանրամասնությամբ։ Եվ այն, ինչ որ նախատեսված էր որպես ելք, վերածվեց քրեական գործի մի քանի մեղադրյալներով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ փորձել են ապահովել զորակոչիկի ազատումը պարտադիր ժամկետային ծառայությունից կեղծ փաստաթղթերի միջոցով։ Ըստ քննության տվյալների 54-ամյա անձը տեղեկանալով, որ մի կին փորձում է որդուն ազատել բանակից, նրանց հետ համաձայնության է եկել, կազմակերպելով կեղծ սխեմա։ Այն ենթադրել է, որ պետք է նշված անձի որդու փոխարեն մեկ այլ երիտասարդ անցնի բժշկական հետազոտություն, իսկ ստացված տվյալների հիման վրա կազմված փաստաթուղթը ներկայացվի զինկոմիսարիատ։ Միտքը կայանում էր նրանում, որ այդ երիտասարդը նախկինում որոշակի հիվանդության պատճառով ազատվել էր զինվորական ծառայությունից։ Հենց այս կերպ թվացյալ պարզ հանցավոր մեթոդը ծնեց մի քրեական վարույթ, որը բացահայտվեց ապացույցների ահռելի բեռի ներքո։ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ վարության եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 54-ամյա անձը տեղյակ լինելով, որ զորակոչիկի մայրը ցանկանում է իր որդուն վերջնականապես ազատել զինվորական ծառայությունից, այսինքն նմանատիպ նպատակ է հետապնդում, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ մեկ այլ զորակոչիկ նախկինում իրականացված հետազոտություններով արդեն իսկ ոչ պիտանի է եղել զինվորական ծառայության համար եւ հաշվառվել է պահեստազորում, իսկ զորակոչիկի մայրը ցանկացել է որդուն նման հիմքով ազատել զինվորական ծառայությունից, առաջարկել է խորհուրդներ տալու, ինչպես նաեւ նշված գործընթացը կազմակերպելու միջոցով որդուն ազատել հայտարարված զորակոչից։ Որդու փոխարեն առաջարկել է մեկ այլ անձի ներկայացնել բժշկական հետազոտության, ինչը նրա ծնողը համաձայնվել է եւ այնպիսի նախնական համաձայնության գալով այդ նշված հանգամանքի շուրջ զորակոչի ենթակա 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա անձի փոխարեն ներկայացրել են բժշկական հետազոտության այլ անձի։ Նախաքննության պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 30-ին կինը երիտասարդին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինս ներկայացել է որպես կնոջ որդի եւ նրա փոխարեն անցել MRT հետազոտություն։ Բժիշկը չհասկանալով խաբեությունը կազմել է համապատասխան փաստաթուղթ։ Ստացված կեղծ փաստաթուղթը ներկայացվել է զինկոմիսարիատ, նպատակ ունենալով ազատվել ծառայությունից։ Սակայն հանցավորները մեկ բան լավ չէին հաշվարկել։ 2024 թվականի ապրիլի 18-ին կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն տվյալ հիվանդությունն այլևս չի հանդիսանում ծառայությունից ազատման հիմք։ Եվ հետևաբար, այսքան հանցավոր գործողություններից հետո կնոջ որդին այնուամենայնիվ ճանաչվեց սահմանափակումով պիտանի ծառայությանը։ Զորակոչիկի մայրը իր որդու փոխարեն նախկինում, ով որ ոչ պիտանի է ճանաչվեց եղել զինվորական ծառայությանը, ուղեկցել է համապատասխան բժշկական կենտրոն։ Համապատասխան բժշկական կենտրոնում որդու փոխարեն հետազոտություն է անցել այն անձով նախկինում ազատված է եղել զինվորական ծառայությունից եւ նշված փաստաթղթերը ներկայացրել է տարածքային ստորաբաժանում։ Տվյալ դեպքում հետազոտություն իրականացրած բժիշկը չի գիտակցել, որ այլ անձի է հետազոտություն իրականացնում եւ չգիտակցելով հանդերձ կանցնել է կեղծ փաստաթուղթ։ Արդյունքում նշված հետազոտության ակտը 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա անձը տեղյակ լինելով, որ դա կեղծ փաստաթուղթ է, ներկայացրել է համապատասխան տարածքային ստորաբաժանման հանրապետական զինկոմիսարիատի, որպեսզի զինվորական ծառայությունից ազատվի։ Սակայն քանի որ տվյալ ժամանակահատվածում կառավարության համապատասխան որոշման փոփոխման արդյունքում այն ախտորոշումը, որով նախկինում զորակոչիկը ազատվել է զինվորական ծառայությունից, արդեն իսկ դարձել է
Պիտանի զինվորական ծառայության համար, ուստի արդեն այդ ներկայացված փաստաթղթով փոփոխման արդյունքում վերջինս ճանաչվել է զինվորական ծառայության համար Պիտանի։ Գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։ 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա անձիդ մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 457 հոդվածի առաջին մասով, կեղծ փաստաթուղթը, կազմված կեղծ փաստաթուղթը օգտագործելու համար, այն է, որ մասնավորապես ներկայացրել է տարածքային զինկոմիսարիատ։ Զորակոչիկի ծնողին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 457 հոդվածի երկրորդ մասով, Զորակոչիկի ծնողը, ում հետ ներկայացել է համապատասխան բժշկական հաստատություն որդու փոխարեն այլ անձի ներկայացնելով, նրան նույնպես ներկայացվել է մեղադրանքը քրեական օրենսգրքի 457 հոդվածի երկրորդ մասով, այսինքն որ նրանք խմբով կազմակերպել են փաստաթղթի կեղծումը։ Իսկ 54-ամյա անձը, ով նախապես այդ ամեն ինչի մասին իմացել է, պլանավոր եւ կազմակերպել է, որպես փաստաթուղթ կեղծելու եւ այն հետագայում օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել նրան 457 հոդվածի կրկին երկրորդ մասով, որպես այդ ամեն ինչը կազմակերպող եւ իրականացվող անձ։ Այսպիսով, գործով ձեռք բերված ապացույցները թույլ են տվել բացահայտել եւ կանխել զորակոչի գործընթացը շրջանցելու փորձը կեղծ փաստաթղթերի կիրառմամբ։ Իրավապահ մարմինների հետևողական աշխատանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման խախտումները չեն մնում անպատիժ, իսկ օրինականության ապահովումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Գործը փոխանցվել է դատարան, որտեղ էլ կտրվի վերջնական իրավական գնահատականը։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ամիսներ շարունակ բնակիչները կանգնել էին նույն խնդրի առաջ։ Գիշերային ժամերին անհայտ անձիկ ներխուժում էին տներ եւ թիրախավորում խնայողություններ։ Առաջին դեպքից հետո գողությունների շարքը շարունակվեց նաեւ ամիսներ անց, նույն ձեռագրով, նույն մեթոդով։ Ի վերջո իրավապահներին հաջողվեց բացահայտել դեպքն ու մեղադրյալի աթոռին նստեցնել իրական մեղավորներին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում մի քանի ամիս շարունակ արձանագրված բնակարանային գողությունները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, հանգեցնելով կասկածյալների ձերբակալության։ Դեպքերի շարքը սկսվել է անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը, երբ գյուղի բնակիչները տուն վերադառնալով նկատել էին, որ իրենց պատուհանից մուտք գործելով գողացել են ոսկեղեն եւ մոտ $10,000 կանխիկ գումար։ Դեպքի առթիվ անմիջապես նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներից ստացվել էր հաղորդում այն մասին, որ վերջիններս գտնվելով հարսանեկան արարողությանը իրենց տնից կատարվել է անհայտ անձի կողմից գողություն, հանցավորը գողացել է ոսկյա զարդեր եւ գումար։ Նմանատիպ դեպքեր գրանցվել են նաեւ այս տարվա մարտի 22-ի գիշերը։ Ոստիկանությունը ստացել է եւս 2 հաղորդում Մրգաշատի տարբեր բնակիչներից։ Երկու դեպքում էլ ենթադրյալ հանցագործները օգտվել են տանտերերի բացակայությունից, բացել եվրոպատուհանները եւ ներխուժել բնակարան, գողացել գումար եւ ոսկեղեն։ Նմանատիպ ազանք ստացվեց եւս 2026 թվականի արդեն մարտի 22-ին։ Հանցավորը նորից գողացել էր ոսկյա զարդեր եւ գումար, կարծես թե ձեռագիրը նույնն էր։ Տուժողները գտնվել էին հարսանեկան արարողության, այդ ընթացքում կատարվել էր գողությունը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների շրջանակը աստիճանաբար նեղացել է։ Ապրիլի 6-ին իրավապահները ձերբակալել են նույն գյուղի 30-ամյա բնակչին եւ նրա համագյուղացի ընկերուհուն, կասկածելով նրանց նշված գողությունների կատարման մեջ։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մեր դեսատաշտում հայտնվեց ենթադրյալ հանցակ կատարած անձը եւ իրականացված գործողությունների եւ ձեռք բերված ծանրակշիռ ապացույցների ներքո հաստատվեց անձի մեղավորությունը վերաթվարկված գողություններում։ Հանցագործություն կատարած անձը հանդիսանում է Մրգաշատ գյուղի բնակիչ եւ բարդությունը կայանում է նրանում, որ
համագյուղացին տիրապետելով գյուղի նեղ անցանելի դժվար անցանելի հատվածներին, ծածուկ հատվածներին կարողացել էր խուսափել տեսաձայնագրող սարքերի հսկողությունից դուրս գործել, ինչը ինքնին բավականին բարդացնում է աշխատանքը։ Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իրավապահ մարմինները ներկայումս միջոցներ են ձեռնարկում գողացված գույքը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի առթիվ նախաքննությունը շարունակվում է կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փաստաբանական համայնքը վերջին շրջանում առավել քան երբևէ պայքարի մեջ է տարբեր արատավոր երևույթների եւ անարդարությունների դեմ եւ շատ հաճախ փաստաբանական ինստիտուտը հարվածի տակ է հայտնվում, թիրախավորվում հենց իր այսչափ պայքարող տեսակի համար։ Թեև թիրախավորողներն էլ գոնե թե պետք է հասկանան, որ փաստաբանի կոչումը հենց դա է՝ պայքարել անարդարության դեմ։ Եվ երբեմն լինում են դեպքեր, երբ որևէ փաստաբանի կողմից կատարված ենթադրյալ իրավախախտման հիմքով փորձ է արվում ստվեր գցել ողջ համակարգի վրա, ինչը բնականաբար դատապարտված է ձախողման։ Օրեր առաջ տարածվեց տեղեկատվություն, որ փաստաբանը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում։ Փաստաբանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու եւ էթիկայի կանոնների խախտման մասով պատասխանատվության ենթարկելու դեպքերի մասին այսօր խոսելու ենք Փաստաբանների պալատի մեր շատ սիրելի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ։ Տիկին Ֆարմանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ անչափ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Ես ուզում եմ մասնավոր դեպքից անցում կատարենք ընդհանուր քննարկման, առհասարակ որ դեպքերում են փաստաբանները ենթարկվում կարգապահական պատասխանատվության, բայց մի փոքր խոսենք այս վերջին դրվագից, քանի որ այսպես համացանցում տարածվեց տեսանյութ եւ նշվեց այն մասին, որ փաստաբաններից մեկը քրեակատարողական հիմնարկ փորձ է արել մուտք գործել արգելված իրեր, խախտում է թույլ տրվել եւ տարածվել է տեսանյութ։ Ուզում եմ արձագանքենք այս տեսանյութին, արձագանքենք այդ տեղեկատվությանը, քանի որ Փաստաբանների պալատը նաև տեղեկատվությամբ կիսվեց ընդամենը րոպեներ անց, որ այն փաստաբանը ում մասին, որ ներկայացվել էր տեղեկատվություն, իրականում այդ պահին չէր հանդիսանում փաստաբան եւ ավելի վաղ կասեցվել էր փաստորեն իր գործունեության արտոնագիրը։ Այո, ինչպես իրավացիորեն նշեցիք, Փաստաբանների պալատը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ եւ քանի որ խոսքը վերաբերում է կոնկրետ մարդու, տվյալ դեպքում Նելի Մինասյանին, ապա դեռևս 2025 թվականի մայիս ամսին որոշում է կայացվել նրա փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցնելու մասին, քանի որ անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չի եղել։ Այնուհետև այդ որոշումը ուղարկվել է պատշաճ կարգով Նելի Մինասյանին եւ որոշումը ստանալուց հետո արդեն ժամկետը հաշվարկելով ստացման ժամկետը այն մտել է ուժի մեջ առ 2025 թվականի հունիսի 22-ը։ Հետևաբար այդ պահի դրությամբ Փաստաբանների պալատի փաստաբանների ցանկից հանվել է նրա անուն ազգանունը, նրա տվյալները առհասարակ որպես փաստաբան եւ տվյալ անձը չի հանդիսացել այդ պահից սկսած փաստաբան, բայց այստեղ մի այսպես իրավական ընթացակարգային հենարան կա ճակերտավոր, որից Տիկին Մինասյան ըստ օգտվել է եւ դա վարչական դատարանում այդ որոշումը բողոքարկելն է։ Իհարկե, նայեք, բողոքարկման շրջանակներում որպես որոշում, հա, որպես բողոքարկման գործընթաց նա դրա իրավունքը ըստ էության ունի, բայց Փաստաբանների պալատի խորհուրդը այլ բան քան դիտավորությամբ կատարված հանցագործության համար, որի վերաբերյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, այդ անձի նկատմամբ այլ բան քան արտոնագրի դադարեցումը չէր կարող անել։ Դա օրենքի պահանջն է։ Այսինքն Նելի Մինասյանի արտոնագիրը դադարեցվել է օրենքի ուժով եւ Փաստաբանների պալատի խորհուրդը դրա վերաբերյալ որոշում է կայացրել։
Հիմա որքան էլ այդ գործը վիճարկման հայցի ընդհանուր կանոնից կարող նայեք, եք այս պահին օգտվել եւ ասել, քանի որ վիճարկվել է, ուրեմն կասեցվել է, թե մենք այստեղ օգտվում ենք հենց օրենքի ուժով, դա կասեցում չենթադրող, հա, բողոքարկում է, եւ նաեւ այստեղ մի կարեւոր բան կա, կատարում չենթադրող, հա, որոշում է հետագայում կարող է լինել, որովհետեւ այնինչ արել է Փաստաբանների պալատի խորհուրդը, բացառապես օրենքի շրջանակում է տեղի ունեցել։ Եվ որքան էլ բողոքարկման ընթացակարգը կամ թեկուզ Տիկին Մինասյանն նշում է, որ ինքը բողոքարկել է այդ որոշումը, որևէ կերպ Փաստաբանների պալատի օրինական ուժի մեջ մտած որոշումը չի կարող ստորադասել այդ գործընթացին, որովհետև այստեղ մի կարևոր հանգամանք կա, այստեղ կարգապահական գործ չի քննվել։ Այնպես չի, որ տույժ է նշանակվել, տույժի հետ անհամաձայնություն կա, արարքը հաստատված լինելու, հաստատված չլինելու բնավ։ Մենք այստեղ գործ ունենք օրենքի ուժով կայացված, այսինքն օրենքը գրում է, հա, փաստաբանության մասին օրենքի 33 հոդվածը նախատեսում է փաստաբանական գործունեության սահմանափակումները։ Մենք այնտեղ հստակ սահմանափակում ունենք, որ եթե անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ նրա դատվածությունը հանված կամ մարված չէ, ապա նա չի կարող լինել փաստաբան։ Այս պարագայում մենք ունենք հստակ այդ դեպքը, այսինքն օրենքի կիրառման միջոցով Փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է օրենքի պահանջը, այսպես ավելի մատչելի ասենք, որ պատկերացնենք, հա, հստակ ինչ ասել է օրենքի կիրառում։ Եվ եթե նույնիսկ այլ իրավիճակում, հա, նայենք, պալատի խորհուրդը այլ բան չէր կարող անել, որովհետև անձը դատապարտված է հանցագործության համար արդեն իսկ եւ նրա վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ եթե կհիշեք հասարակական այդպես հնչողություն ունեցող գործով այդ Նորքի զինված խմբի գործով էր դա եւ այնպես էր որ այդ տվյալը հասանելի է բոլորին դատալեքսում տեղադրված են այդ դատական ակտերը, ամբողջ դատական process-ը արդեն տևական ժամանակ է, գիտեք դեռևս արդեն երևի 11-րդ տարին է այդ գործի լրանում, եթե չեմ սխալվում, ինչևէ, այսինքն այդ process-ը ընթացել է եւ տիկինը դատապարտվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևաբար դրա վիճարկման մասին խոսել, ես չեմ ուզում քավլիցի մտնել վարչական դատարանի վիճարկման հնարավորություն եւ բնականաբար փորձել է վիճարկել, այո, վարչական դատարանի հետագա գործողությունների կամ հետագայում կայացվելիք դատական ակտի դաշտ, բայց եթե նույնիսկ բողոքարկվել է, մենք չենք կարող ասել, թե վարչական դատարանն այնտեղ ինչ է անելու կամ նայեք, փաստերի հետ աշխատենք, հա, փաստ, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ փաստ, որ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է կայացրել այդ օրենքի ուժի կիրառմամբ։ Հետևաբար տիկինը այլևս փաստաբան չէ օրենքի ուժով։ Հետևաբար դրան հաջորդող գործողությունները ես ձեզ ասեմ, որ ներկայացնում են իրեն որպես փաստաբան, իրավաչափ չեն։ Այո։ Այստեղ մի լրացում էլ անեմ, զուտ, հա, հանրության համարի գիտություն, այդ տիկինը մի քանի դատական գործերով նույնպես անցել է եւ կան դատավորներ, որոնք ուղղակի այդ փաստի հետ կապված քրեական գործերով խնդիր են տեսել եւ նրա մասնակցությունը բացառող հանգամանք են արձանագրել քրեական վարույթի, ուրեմն քրեական գործի քննության ընթացքում։ Ես ուզում եմ անդրադառնալ բոլոր այն դեպքերին, երբ օրինակ փաստաբանի կողմից կարող է իրականացվել այնպիսի քայլեր, որոնք պատիվ չեն բերում փաստաբանական համայնքին, ինչ մեխանիզմներ եւ ինչ հաջորդական քայլեր կան, որ պալատը իրականացնում է, ում դիմումի հիման վրա քաղաքացու թե պալատի ինքնուրույն կարող է դա հայտնաբերել, իրականացնել եւ մի փոքր խոսենք պրակտիկայից այս գործերով։ Այո, փաստաբանի եւ առհասարակ փաստաբանական ինստիտուտի հեղինակությունը փաստաբանի կողմից իր վարքագծով, իր արարքներով լուրջ պաշտպանման եւ պահպանման անհրաժեշտություն ունի
եւ բոլոր փաստաբանները անխտիր պետք է մտածեն, որ իրենց անհատական գործողությունները ուղիղ ազդեցություն են թողնում փաստաբանության դերի վրա եւ հասարակության ընկալման վրա որպես փաստաբան գնահատական տալու եւ իրենց եւ առհասարակ մյուս գործընկերներին։ Հետևաբար այստեղ նախ սկսենք դասընթացներից։ Ինքներդ էլ փաստաբան եք, նաեւ գիտեք, որ փայլուն ուսումնառություն եք անցել եւ գիտեք, որ փաստաբանների պալատը ինչ հատուկ ուշադրություն է դարձնում վարքագծի, կանոնագրքի, մասնագիտական էթիկայի առանձնահատկություններին եւ դրա վերաբերյալ դասընթացներին եւ փաստաբանական ակադեմիայում ինչ մակարդակի է վարքագծի կանոնագրքի ուրեմն դասընթացը ամբողջությամբ եւ ինչ քննական խիստ չափորոշիչներ են դրված։ Ու նաեւ ընթացիկ վերապատրաստումներով։ Այո, ընթացիկ վերապատրաստումներով եւ փաստաբանի վարքագծի ու մասնագիտական էթիկայի խնդիրներին վերաբերող դասընթացները պարտադիր դասընթացներ են տարվա կտրվածքով վերապատրաստման որոշակի ժամանականակով եւ այն փաստաբանները, որոնք այդ պարտադիր դասընթացները բաց են թողնում, կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այսինքն փաստաբանների պալատը իր ամբողջ գործիքակազմը նաեւ ուղղում է փաստաբանների վարքը եւ պատշաճ վարքագիծը կանոնակարգելու համար։ Այստեղ այլ բան է, թե փաստաբանը իր գործունեության ընթացքում հետո ինչպես է դրսևորվում, որովհետև ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ սկզբում, ասենք, իր գործունեության սկզբում փաստաբանը այդպես տեսական եւ պրակտիկ քայլերը սկսում են տարբերվել։ Նորմալ վիճակով, հանդես է գալիս, վստահություն է վայելում, որոշակի առումով նաեւ հեղինակություն, ու հանկարծ այսպես կերպարը աղճատվում է, երբ որ սկսվում է ինչ որ արատավոր ինչ որ գործողություններ է սկսում անել, այդպիսի դեպքերում հստակ կարգապահական պատասխանատվության կառուցակարգեր կան, անձը կարող է դիմել ԶԼՄ-ներով, կարող է ուրեմն տեղեկատվությունը հաղորդվել եւ նաեւ փաստաբանների պալատը իր աշխատակիցների, զեկուցագրի հիման վրա բոլոր հնարավոր միջոցները կան եւ դրանք գործում են եւ դրանք շատ առողջ եւ կայուն իրավիճակում գործող ընթացակարգեր են, որ եթե հայտնաբերվում է որևէ արատավոր բան, դա չի պարտակվում, դա չի անտեսվում, անպայման սկսվում է կարգապահական գործի ուրեմն նախ հարուցման, փուլն է, որը փաստաբանների պալատի նախագահի իրավազորությունն է, լիազորությունն է, այնուհետև արդեն եթե նախապատրաստման անհրաժեշտություն կա, եթե հարուցվել է նախապատրաստողները համապատասխան բացատրությամբ եւ այլն փորձում են փաստաբաններից պատասխան ստանալ, թե ինչով է պայմանավորված իրենց կողմերի վարքագիծը, որը չի համապատասխանում առ երևույթ փաստաբանական վարքագծի կանոններին, եւ եթե այդ խախտումները հայտնաբերվում են անկախ փորձառությունից, տարիներով աշխատանքից եւ այլն, կարգապահական պատասխանատվության է ենթարկվում եւ կարգապահական հանձնաժողովը անպայման այդ գործը քննում է եւ որոշում է կայացնում։ Կարգապահական գործերի քննության շատ մեծ շեմ ունենք մենք եւ կարգապահական հանձնաժողովը անդադար, իհարկե հասարակական հիմունքներով, ինչպես եւ պալատի խորհուրդը, բայց անդադար աշխատում են, որ փաստաբանության հեղինակությունը հենց բարձր պահենք ինքներս մենք։ Մենք մեր արատավոր երևույթները մեզանից հեռացնենք, մեզանից հանենք, մեր վարքագիծը բերենք պատշաճ վիճակի, որ օրենքով փաստաբանին տրված հատուկ կոչումը եւ օրենքով մեզ վերապահված արտոնությունները համահունչ լինեն հասարակական ընկալումների հետ։ Այդ ամեն ինչը իհարկե պատշաճ կարգով իրականացվում է։ Շատ հաճախ կարելի է լսել, որ փաստաբանները բնականաբար անում են հնարավոր ամեն բան օրենքի շրջանակում եւ ամեն գործողություն, ինչը կարող է իր վստահորդի շահերին օգնել։ Ուզում եմ հասկանալ այն կարմիր գիծը,
որտեղ պետք է կանգ առնել։ Թերևս այն մասնագետներին, ովքեր ասում են, որ ես ամեն ինչ արել եմ իմ վստահորդի շահերի համար։ Հիմա էլ, այս դեպքում, եթե օրինակ մտածենք, որ փաստաբաներ այս պահին թերևս քաղաքացին, որովհետև հասկացանք, որ գործունեությունը կասեցված է եղել արտոնագրի, գործել է իր վստահորդի շահերից ելնելով թերևս, բայց այն օրենքի շրջանակը մնաց կարմիր գծից դուրս։ Թույլ տվեք վերջից գալ ձեր հարցին պատասխանելու համար, որովհետև նայեք, մենք այդտեղ չունենք վստահորդ փաստաբան հարաբերություններ։ Մենք այդտեղ չունենք փաստաբան, հետևաբար չունենք վստահորդ, հետևաբար չենք կարող այդ կարմիր թելի եզրը գտնել ու այդտեղ անցկացնել ու ասել, որ որտեղ է այն եզրը, որ պիտի փաստաբանը իր վստահորդի։ Մենք այստեղ նախ հերիքչի վստահորդ չունենք, երկրորդն էլ ունենք անթույլատրելի արարք, քրեորեն հետապնդելի արարք։ Ես նկարների իհարկե տեսա, չգիտեմ դա որքանով էր ճիշտ էր թե գեներացված էր ինչ որ եղանակով, այնուամենայնիվ, որ կասկածի տակ չենք դնում, քանի որ պետական մարմինն է հրապարակել եւ եթե այդ լուսանկարում պատկերված հայտնաբերված փաստաբան նախկին փաստաբանի կողմից էր ուրեմն տարվել քրեակատարողական հիմնարկ եւ դա վերագրվում էր փաստաբանին, իհարկե դա սարսափելի է, որովհետեւ ամեն դեպքում թեկուզ նախկին տեսնում եք նույնիսկ նախկին փաստաբանի կարգավիճակը ինչքան կարող է ստվերել փաստաբանի հեղինակությունը։ Ես շատ անգամ դասընթացների ժամանակ մեր գործընկերներին երբ որ ասում եմ, որ մենք մեր գործողություններով ուզենք թե չուզենք միմյանց վրա ազդեցություն ենք թողնում, հետևաբար յուրաքանչյուր մեր առօրյա գործառույթների մեջ մենք ուշադիր պիտի լինենք հենց փաստաբանական ինստիտուտի հեղինակության համար, որտեղ դուք կարող եք իներցիայով ինչ որ մասնագիտական գործունեության մեջ գործողություններ անեք, բայց դա ուղիղ հայելային անդրադարձ ունենա ամբողջ փաստաբանական ինստիտուտի վրա։ Իսկ այստեղ մենք ավելի վատ պատկեր ունենք, որ նախկին փաստաբանի գործողությունները ինչ որ չափով հասարակական ընկալումների մեջ փորձում է ստվերել ամբողջ ինստիտուտի հեղինակությունը, ինչը սխալ է, ինչը անօրինական է եւ չի կարող ուրեմն ըստ էության գոյություն ունենալ նման իրավիճակներ։ Իրականում այո, կարծում չի կարող, որովհետև ինչպես ես նշեցի, նմանատիպ գործողություններ կարող են իրականացնել այլ հատուկ սուբյեկտներ եւս՝ դատավոր, դատախազ, քննիչ եւ բնականաբար մեկ քննիչի կամ մեկ դատավորի սխալ վարքագծի կամ անթույլատրելի արարքի համար ամբողջ դատական համակարգը կամ ամբողջ նախաքննություն իրականացնող մարմնին ստվերելը սխալ կլինի, մանավանդ երբ հաշվի առնենք, որ նմանատիպ դեպքերը պատշաճ արձագանք են ստանում հենց պալատում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ այդտեղ, երբ որ ես քրեակատարողական հիմնարկում մի անգամ զննության կարգի դեմ, չնայած ես բազմաթիվ անգամ եմ, եւ մեր առհասարակ գործընկերները հսկայական աշխատանք են կատարել, որ փաստաբանների նկատմամբ զննությունը լինի օրենքով սահմանված կարգով եւ վերաբերմունքը լինի բարեխղճության կանխավարկածից։ Ոչ թե կասկածյալին զննելու, ոչ թե որ մտավ փաստաբան ուրեմն ինքը մի բան կա, պիտի կասկածենք, այսինքն պոտենցիալ ապրիորի այսպես կասկածյալի կարգավիճակով, այլ որ մտավ փաստաբանը բարեխղճության կարգավիճակով, որ դա հատուկ կոչում կրող մասնագետ է, որը աջակցում է արդարադատությանը, հետևաբար նրա բարեխիղճ վարքագիծը առեն պահը մինչև հիմքեր չկան, կասկածի տակ չպետք է դրվի։ Բայց եղել են դեպքեր, երբ որ ասել են այդ կոշիկները ձեր հանեք, իհարկե դրա համար բավականին մեծ աղմուկ բարձրացավ ու հետո այդ պրակտիկան ոնց սկսել էր այդպես դադարեց ու այսպիսի խոսույթ է հնչում շատ անգամ, որ գիտեք շատ փաստաբաններ կան, որ շատ բաներ են մտցնում։ Ես էլ իրենց հակադարձեցի, որ բազմաթիվ քրեակատարողական ծառայության բազմաթիվ աշխատակիցներ կան, որոնք հանցագործությունների համար դատապարտված են, բայց ես ու ձեզ հանցագործի աչքով չեմ նայում։ Այո, հետաքրքիր է Տիկին Ֆարմանյան, որ անցած շաբաթ մենք բարձրաձայնեցինք այն թեման, որ մի քանի փաստաբաններ տարբեր դատարաններում ենթարկվել են զննության եւ փաստացի զննության ենթարկվելու դեմ բողոքարկելով, այսպես բողոքելով, հնարավորություն չեն ունեցել դատական նիստի մասնակցեն անգամ, փաստաբաններից մեկին օրինակ ասել էին ձեռքեր ոտքերը այսպես բացած կանգնեք, բնականաբար ու հենց այդ դեպքին հաջորդեց, որ ընդամենը 1 ժամ հետո ես էի դատական նիստի եթերից հետո այդ մասին բարձրաձայնում ենք, դատապարտում ենք, ես էի դատական նիստի Էրեբունու դատարանում եւ ներս մտնելուց հետո ինձ նույնպես ասեցին աջ կանգնեք, ձեռքերը ոտքերը այսպես
Ու ես պատկերացրեք արդեն իմ զայրույթը, երբ ես փորձեցի բացատրել, որ դուք փաստաբանին չեք կարող նման կերպ զննել, բնականաբար զանգահարեցի Բարձրագույն դատական խորհուրդ, տեղյակ պահեցի այդ մասին, հասկացանք, որ խնդիր ուներ ընդհանուր սկանավորման սարքը եւ դրա համար փորձում էին այսպես առանձին սարքի միջոցով զննության ենթարկել, ինչը չարեցին եւ ես բարեբախտաբար մասնակցեցի դատականիստին, սակայն այդ դեպքերը կան ցավոք սրտի որոշ դատարաններում կիրառվում են եւ դրա դեմ փաստացի պետք է պայքարել հենց այս մթնոլորտը վերացնելու, որովհետեւ երբ օրինակ վստահորդի հետ փաստաբանը մուտք է գործում դատարան եւ ինքը նույն կերպ է զննության ենթարկվում, ինչ վստահորդը, այստեղ արդեն հատուկ սուբյեկտի նկատմամբ վերաբերմունքն է նաեւ փոխվում։ Նախ այդ դատանում զննման սարքերը հենց դրված է, որպեսզի այդ ամեն ինչը ընթանա քաղաքակիրթ եղանակով։ Եվ այդտեղ ամենակարևորը, որ փաստաբանն է, եթե անցնում այդ զննման սարքի տակ եւ լրացուցիչ ինչ որ ծնգոց է գալի կամ ձայն է արձագանքում այդ զննման սարքը որևէ կերպ դա պատճառ չպիտի հանդիսանա, որ փաստաբանին սկսեն այդպես Այո, ինչպես հասկացա, այդ դատարաններում պարզապես չէր աշխատում այդ սարքը, դրա համար այդ դատարանների խնդիրն է, ես նույնպես բարձրաձայնեցի։ Նայեք, քրեակատարողական հիմնարկների հարցը մինչև լուծում ենք, մինչև պահանջում ենք, որ քրեակատարողական ծառայությունը, արդարադատության նախարարությունը գիտելիքներով զինեն, հա, գոնե նվազագույն գիտելիքներով զինեն եւ վերացնեն այդ անգրագիտությունը կամ կիսագրագիտությունը, որովհետև ոչ մի շարքային աշխատող պարտավոր չի, հա, իր պաշտոնի անձնագրով թվարկված լիազորությունների շրջանակում անգիր իմանալու փաստաբանի կոչման կարևորության կամ գիտեն կամ չգիտեն։ Նրանց համար պարտադիր է այդ գործողությունների իմացությունը, իսկ գործողությունների իմացությունը կարգը պիտի պարզաբանվի պատասխանատու պաշտոնյաների կողմից, նրանք պիտի ջանքեր գործադրեն, որ իրենց ենթակաները փաստաբանների հետ շփվելու ընթացքում պահպանեն օրենքը եւ պաշտպանեն այդ սուբորդինացիան, որը որ պետության պոզիտիվ պարտականությունն է։ Ինչ վերաբերում է դատական ուրեմն ծառայողներին, այստեղ արդեն մենք դատական դեպարտամենտի հետ խնդիր ունենք։ Այսինքն մենք ստացվում է ամեն գերատեսչություն առանձին պիտի խնդրենք, որ այդ անգրագիտությունը վերացվի, որ այդ ապօրինությունը վերացվի եւ ցավալին գիտեք ինչն է։ Ես հիմա մտաբերում եմ, որ արդեն 1 տասնամյակից նույնիսկ ավել 16-րդ տարին է, որ փաստաբանների պալատում ինտենսիվ կերպով զննման կարգի խուզարկության ու զննման տարբերության վերաբերյալ ժողովներ են լինում, ակումբի նիստեր են լինում, այդ ամեն ինչը գրավոր ուղարկվում է այդ գերատեսչություններին, ում հետ որ փաստաբանը անմիջական շփման մեջ կարող է լինել, որ այդ կարգավիճակին համապատասխանող ուրեմն վերաբերմունք ձևավորեն եւ նրանք վերաբերմունք դրսեւորեն հատուկ փաստաբանի նկատմամբ իր կոչումին համապատասխան, բայց այսպես ստաֆը փոխվում է, հա, ժամանակ անցնում է, ու ոնց որ այդ ամեն ինչը նորից մոռացության է տրվում ու անընդհատ փաստաբանները ստիպված են լինում այս ոչ իրավաչափ, ոչ նորմալ վարքագծի հետ պայքարել, այո, ցավոք սրտի, այո։ Ես կարծում եմ այն ինչ որ մենք այստեղ խոսեցինք շատ կարևոր էր, նաև մեր հասարակության համար, որովհետև մենք չենք ծածկում սխալները, մենք փորձում ենք կատարված սխալները վերլուծել, հասկանալ ում կողմից է կատարվել, ինչպիսի սխալներ են կատարվել, արդյոք այդ սխալները կարող են բերել որոշակի իրավական հետևանքների թե ոչ, եւ բնականաբար բացառել դրանք ամենակարևորը։ Ես առիթից օգտվեմ մի բան էլ ասեմ, այս մի քանի տարվա մեջ իրավաբանական կլինիկայի շրջանակներում հայտնաբերում ենք նաև, որ բացի այդ պսևդո փաստաբաններից, որոնք կամ ընդհանրապես փաստաբան չեն եղել, բայց ներկայանում են, կամ փաստաբան են եղել նախկինում, հիմա արդեն հակաիրավական գործողություններ են կատարում ու ստվերում են փաստաբանությունը, փաստաբանական գրասենյակ, իրավաբանական գրասենյակներ են ստեղծվել, որոնք ներկայանում են որպես փաստաբանական գրասենյակներ։ Եվ երբ որ քաղաքացին գալիս է անվճար իրավաբանական խորհրդատվության, ի դեպ, որը յուրաքանչյուր 5 շաբթի արդեն որպես ավանդույթ տասնամյակից ավել ժամանակահատվածով փաստաբանների պալատում, փաստաբանական ակադեմիայի միջոցներով էլ հիմա ուրեմն իր գործունեությունը իրականացնում է այդ շրջանակում, երբ որ քաղաքացիները գալիս են, լացակումած, շատ նեղված, գալիս են, ասում են, որ ինչ որ գրասենյակ են դիմել, այդ գրասենյակի փաստաբանը
խոստում է տվել եւ ասել է, որ անպայման այդ գործերը կերաշխավորի, կհաղթենք ու բավականին պատկառելի այսպես գումարով շոշափելի, ինչ որ պայմանագրի նմանվող ինչ որ մի խզբզանքով կամ նույնիսկ դա չկա ընդհանրապես եւ իրավաբանական ծառայությունների մատուցման քողի տակ ներկայանում են որպես փաստաբան։ Քաղաքացիներն էլ պարտավոր չեն, հա, այդքան բարձր իրավագիտակցություն ունենալու, իրական շատ խեղճ վիճակում են էլի այդ պահին լինում, երբ որ իրենց ասում ես, որ գիտես հարգելիս նման փաստաբան գոյություն չունի եւ դու գործ ունես, չգիտեմ, երևի իրավաբանական կրթություն ունեցող կամ գոնե էլի կրթություն ունեցող մինիմալ իրավաբանական գիտելիքներ ունեցող անձի հետ, որը չի հանդիսանում փաստաբան եւ նրա գործողությունները, նրա կատարած հակաիրավականությունը, նրա գործ չանելը, հա, չի կարող առարկա դառնալ, քննության առարկա դառնալ կարգապահական գործի շրջանակներում եւ այդ անձի նկատմամբ մենք ոչինչ չենք կարող անել։ Հետևաբար ես ելի եմ ասում արդից օգտվելով մեր քաղաքացիներին խորհուրդ կտայի, որ եթե ուզում են փաստաբանին դիմել, հստակ իմանան, որ տվյալ անձը փաստաբան է հանդիսանում։ Հորդորենք թերևս փաստաբանական էջում, փաստաբանների պալատի էջ մուտք գործել, պալատի էջում հենց կա փաստաբաններ բաժին, որտեղ որոնման համակարգում անուն եւ ազգանունը գրելով դուք կարող եք տեսնել այդ անուն ազգանունով բոլոր փաստաբաններին։ Եթե ձեր գրած տվյալներով ձեր ճանաչած փաստաբանին չեք տեսնի այդ որոնման համակարգում, վստահ եղեք, որ դուք գործ չունեք փաստաբանի հետ, որովհետեւ համակարգում փաստացի կամ բոլոր այն անձանց տվյալները, ովքեր որ փաստաբան են հանդիսանում։ Եթե լուսանկարը չկա, ապա անունը, ազգանունը, հեռախոսահամարը, հասցեն, իհարկե էլեկտրոնային հասցեն, նույնպես այդ բոլոր տվյալները ներբեռնված են եւ այո, բայց շատ քաղաքացիներ նաեւ այդ էլեկտրոնային հարթակներից չեն կարողանում օգտվել, ուղղակի կարելի է հենց այդ պահին հստակ տեղեկանալ գործ ունեք փաստաբանի հետ, թե չէ, եւ ամենակարևորը պայմանագրի առարկան, այսինքն իմանաք ինչ լիազորություններ եք պատվիրակել փաստաբանին, ինչ գործի շրջանակի մեջ ինքը պիտի ձեզ համար իրավաբանական օգնությանը վերաբերող գործողություններ կատարի։ Այս շատ կարևոր է։ Այո, վերջի նաև հիշեք, որ յուրաքանչյուր 5 շաբթի օրը փաստաբանների պալատում կա անվճար խորհրդատվության օր, որտեղ կարող եք ներկայացնել ձեր խնդիրը, այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք չեք կարողանում ինքնուրույն գտնել, փորձեք գտնել պատշաճ մասնագետների կողմից։ Կրկին շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու համար։ Ես ասեմ, որ Մենդոզիայում ընդունված փաստաբանների էթիկայի ընդհանուր վարքագրության կանոնագրքի 15-րդ հոդվածը վերնագրված է ամեն ինչ պաշտպանյալի շահերի համար սկզբունքով, որի բովանդակությունը խոսում է այն մասին, որ պաշտպանյալի շահից բխող ցանկացած գործունեություն պետք է կատարվի, եթե այդ գործունեությունը հակասության մեջ չի մտնում ավելի բարձր շահերի հետ։ Հենց այստեղ է, որ կա կարմիր գիծ։ Գիծ, որն անցնելու դեպքում փաստաբանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ զրկվել նաև փաստաբանական գործունեության արտոնագրից։ Ես հիշեցնեմ, որ կարևոր է իմանալ էջներ եւ այնինչ, որ այստեղ խոսում ենք, կարևոր է իմանալ։ Կհանդիպենք։